կարծիքը ԵՄ-ի տաղավարում այսօր հրավիրել ենք ռեֆորմիստների կուսակցության նախագահ պարոն Վահան Բաբայանին, նրա հետ կխոսենք նրա հեղինակային հաղորդման պրոյեկտ հաղորդման վերջին հյուրի Անի Խաչատրյանի հետ հաղորդման մասին, որտեղ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները ոչ adekvat պահվածքի են վերաբերվում դրա մասին, նաև կխոսենք ներքին քաղաքական կյանքի մասին։ Բարև ձեզ, պարոն Բաբայան։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար, ողջունում եմ ձեր նոր տաղավարը, ձեր լրատվականը, մաղթում եմ հաջողություն, անխափան եթեր եւ որպեսզի կարողանաք մեր հանրությանը ներկայացնել տարբեր կարծիքներ այն մասին, թե ինչ է կատարվում մեր երկրում, վերլուծություններ եւ կարողանաք անաչառ գործել որպես լրատվամիջոց։ Այո, ես իդեպ այդ հարցը բավականին կարևոր է, կուզենայի իմ խոսքի սկզբում անդրադառնալ, ինչպես գիտեք, հարգելի հետևորդներ, ես ունեմ նաև հեղինակային հաղորդում, որը կոչվում է պրոյեկտ Վահան Բաբայանի հետ, այդ հաղորդման նպատակն է հարթակ տրամադրել բոլոր կարծիքներին, զրուցել, բանավիճել, հարցեր տալ տարբեր մարդկանց, այլ ոչ թե միայն այն մարդկանց, ովքեր իմ նման են մտածում կամ ունեն իմ տեսակետները, իմ տեսակետները բոլորին հայտնի են, նամանավանդ վերջին 7 տարիների ընթացքում ես եղել եմ ընդդիմադիր գործիչ եւ այսօր էլ որևէ փոփոխություն չկա իմ մտածելակերպի կամ գաղափարների մեջ, բայց քանի որ այսօր 21-րդ դարում սոցիալական ցանցերի, մեդիա դաշտի եւ կարծիքների բախման կարևորագույն ժամանակաշրջան է եւ մարդիկ շատ անգամ կարծիք են կազմում եւ հասարակական իրենց պատկերացումները քաղաքականության մասին լսում են սոցիալական ցանցերից, արդար կլինի, որպեսզի մենք ունենանք այնպիսի հարթակ, որ այդ մարդկանց կարծիքները մենք լսենք, այդ թվում կարողանանք տետ-ա-տետ հանդիպենք, շփվենք, քննարկենք, բանավիճենք եւ կարողանանք այդ հարցերը բացենք հասարակության եւ մեր հարգելի հետևորդների համար։ Այնինչ, որ երեք հրավիրել էի, այսպես ասած, այլ քաղաքական դաշտից ներկայացուցիչ Հանրապետություն կուսակցությունից Անի Խաչատրյանին, որը իր գաղափարները, իր կարծիքներն էր հայտնում, շատ մեր գործընկերների մոտ առաջացավ տարատեսակ զայրույթներ կամ անհասկանալի մեկնաբանություններ, գրառումներ եւ այլն։ Այսօր առավոտյան ես տեսա, որ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներից շատերը իրենց բուն գաղափարները, իրենց բուն ծրագրերը, իրենց հարցերը թողած անցել են ուրեմն իմ համեստ հաղորդաշարի քննարկմանը եւ քննադատությանը, թե ոնց կարելի էր նման ինչ-որ բան անել, հրավիրել եք մի մարդու, որը չգիտեմ ինչ, գիտեք ինչ կա, սա հարթակ է բոլորի համար, ես կխնդրեի այդ մարդկանց հիմնականում Քոչարյանի կողմնակիցներին, աջակիցներին հասկանալ, որ չի կարելի պարփակվել եւ մտնել մի դաշտ, որտեղ դու խոսում ես, դու լսում ես, որտեղ բացի քո կողմնակիցներից քեզ ոչ մեկ չի նայում, ես կառաջարկեի այս մարդկանց, որպեսզի շատ ծանր չտանեն, մտածեն իրենցից որ մի գործիչն է ավելի պատրաստ հարցերի պատասխանել եւ այն հարցերը, որ իրենք ուղղում են ֆեյքերով կամ իրենց տարբեր ստատուս գրող գործիչներով եւ կերպարներով, գան իմ տաղավար եւ նույն հարցերը ես կտամ իրենց եւ նույն կարծիքները, որոնք իրենք գրում են, թող գան տետ-ա-տետ հանդիպման ժամանակ կարող ենք քննարկել, ինչու՞ չէ բանավիճել, մեր կարծիքները հայտնել, թող մեր հասարակությունը, մեր հետևորդները եւ ակտիվ քաղաքացիները լսեն, կազմեն իրենց կարծիքը։ Բա դուք ոնց եք պատկերացնում գնալ ընտրությունների, եթե դուք չեք շփվում, չեք բանավիճում, չեք քննարկում, ինչ է, այդ մենք ումից ենք թաքնվել կամ ում չենք հրավիրել։ Առիթից օգտվելով հարգելի կարծիք լրատվականի այս տաղավարից ես մեծ ցանկությամբ հրավիրում եմ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից որևէ մեկին հաջորդ
նկարահանմանը ինձ հյուր եւ հույսով եմ, որ այս կոչս կլսի եւ Լևոն Քոչարյանը, եւ Ագնեսա Խամոյանը, եւ տարբեր մարդիկ Հայաստան խմբակցությունից, ովքեր որ ունեն ասելիք, խնդրեմ պաշտոնապես այս հարթակից օգտվելով ձեզ հրավիրում եմ, եկեք խոսենք, ինչու եք ձեր կողմնակիցներին հորդորում, որ նման բաներ գրեն եւ պիտակավորումներ անեն, դա սխալ է, բոլորն էլ պետք է կարողանան արտահայտվել, նամանավանդ եթե այդ նախագծի խնդիրը ոչ թե կուսակցական քարոզչությունն է, ոչ թե քաղաքական գաղափարների քարոզչությունն է, այլ տարբեր կարծիքների բախման, տարբեր կարծիքների հատման հարթակ է, որը կարծում եմ մեր քաղաքական դաշտում պակասում է, ես ընդհանրապես կողմնակից եմ, որ քաղաքական բանավեճը բարձրանա մի քանի level վերև, որովհետև ամոթալի է, երբ քաղաքական բանավեճը հասնում է անձնական վիրավորանքների, հասնում է մարդկանց անիմաստ ինչ-որ գնահատականների, քաղաքականությունը դա ծրագրերի, գաղափարների բախում է, խնդրեմ եկեք եւ բախվենք մեր ծրագրերով, չնայած ես տենց նպատակ չունեմ, մեր նպատակը առաջնահերթ տվյալ պրոյեկտի շրջանակներում դա բախվել կարծիքների հետ այդքան չի, ինչքան քննարկել այն կարծիքները, ովքեր առաջադրում են, թող հասարակությունը որոշի, թե որ կարծիքն է ավելի ճիշտ, որ կարծիքն է ավելի սխալ, որ կարծիքն է ավելի կյանքի կոչելու արժանի եւ արժեվում էլ խորհրդարանական ընտրություններն են, մարդիկ կորոշեն, թե ում են ընտրելու, ում են ձայն տալու, քննադատել ինձ նրա համար, որ ես հրավիրում եմ հյուր այնպիսի մարդկանց, ովքեր ձեր պես չեն մտածում, հարգելի Քոչարյանի կողմնակիցներ, դա կարծում եմ սխալ եւ քաղաքական ոչ ճիշտ մոտեցում է, հետեւաբար կոչ կանեմ եւս մեկ անգամ տվյալ մարդկանց մտածել, ուղեգրել որևէ մեկին, գործուղել, չգիտեմ ոնց ուզում եք վերաբերվեք իմ խոսքերին, մեր տաղավար, սիրով սպասում եմ, բոլորդ էլ մեր տեղը գիտեք, բոլորդ էլ կարող եք կապնվել եւ գալ հյուր, այս մասին այսքանը։ Իսկ պարոն Բաբայան, խոսենք ներքին քաղաքական կյանքից, այս օրերին նկատվում է իշխանության կողմից նոր ալիք քաղաքական հետապնդումների, հատկապես ուղղված երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների դեմ, ձեր կարծիքով ինչ նպատակ է հետապնդում այս գործընթացը, այս փուլում։ Նայեք, քաղաքական գործունեության ողջ ընթացքում նոր իշխանությունները այնպիսի իրավիճակ ստեղծեցին երկրում, որ իրենց հետ անհամաձայնություն հայտնած տարբեր քաղաքական գործիչներ եւ տարբեր քաղաքական ուժեր սկսեցին հետապնդվել եւ դա նորություն չէ եւ առաջի անգամը չէ։ Երրորդ նախագահի հանդեպ մենք տեսանք, թե ինչքան քրեական գործեր հարուցվեցին, ինչքան անարդար եւ անիմաստ դատական գործընթացների մեջ ներքաշեցին, բայց փաստը մնում է փաստ, որ մի բան է նման գործընթացների մեջ ներքաշվելը, մի բան է իրական իրավիճակը եւ ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր ես կարծում եմ որևէ տեղ չի հասնի այդ մեղադրանքները, քանի որ այսօր երրորդ նախագահը շատ ճիշտ գնահատական տվեց, որ ասեց ես ինչի համար պետքա լքեմ այս երկիրը իմ երկիրն է եւ ես էլ եմ վստահ, որ Սերժ Սարգսյանը այն մարդն է, որ երբեք որևէ բանից չի վախեցել եւ չի վախենա եւ նա այդ մարդը չէ եւ նաեւ կարող եմ ասել, որ Դավիթ Համբարձումյանի դեպքի հետ կապված էլ, որ շատերը մտածում էին, որ Դավիթ Համբարձումյանը եւս կարող է տարբեր այլ երկրներից լայֆեր մտնել եւ քննադատել մարդկանց, իրոք տղամարդավարի քայլ կատարեց եւ վերադարձավ հայրենիք, որպեսզի նաեւ ցույց տա, որ որևէ բանից վախենալու բան չունի եւ եթե կա խնդիր, այդ խնդիրները լուծելի են եւ երկրի ներսում գետնի վրա հենց Հայաստանի Հանրապետությունում, այլ ոչ թե փախի մեջ կամ չգիտեմ որտեղ։ Սա լուրջ քաղաքական իդեպ ազդակ է այն քաղաքական ուժերին, ովքեր պայքարում են on-line, ովքեր պայքարում են դրսից եւ դա ոչ իրենց պատիվ է բերում, ոչ էլ իրենք կարող են որևէ ներգործություն ունենան քաղաքական իրադարձությունների վրա։ Այս առումով բնական է Հանրապետական կուսակցությունը
երրորդ նախագահի թիմը եւ ընդդիմադիր այդ հատվածը բավականին լուրջ պոտենցիալ ունի եւ այդ պոտենցիալը հաշվի առնելով բնական է, որ տեղի են ունենում նման նաեւ հետապնդումներ, քաղաքական տարբեր գնահատականներ, փորձ է արվում խեղճացնել այն մարդկանց, ովքեր հնարավոր ազդեցություն կարող են ունենալ հաջորդ խորհրդարանական ընտրություններին։ Սա արդեն փաստ է, սա ապացուցելու կարիք չունի, որովհետև մենք բոլորս դա տեսել ենք եւ տեսնում ենք։ Պարոն Բաբյան, նաև նկատվում է դաշտում ձեր ակտիվությունը ու ըստ դրա մի հարցն ինչ հնարավորություն ունի այսօր Հայաստանի հավաքական ընդդիմությունը ընդհանուր միասնական տեխնացվող գնալ ընտրությունների եւ հնարավոր է 26 թվականներին այսօրվա իրավիճակով Նիկոլ Փաշինյանին հաղթել։ Նայեք, հավաքական ընդդիմություն ասած բնորոշմանը ես չեմ հավատացել ոչ մի քանի տարի առաջ, առավել եւս ոչ էլ այսօր։ Դա գուցե շատ մարդկանց ցանկություն լինի, դա գուցե շատ մարդկանց երազանք լինի, դա գուցե շատ մարդկանց համար նույնիսկ ծրագիր լինի, բայց փորձը ցույց է տալիս, որ անձնական ամբիցիաները ցավոք սրտի այնքան շատ են, որ այդ հավաքական ընդդիմություն կերպար ստեղծելու գործընթացը չի ստացվել։ Մենք պետք է անկեղծ լինենք մեր բնակչության, մեր ժողովրդի, մեր ուրեմն քաղաքացիների հետ, դա չի ստացվել։ Չի ստացվել տարբեր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով։ Հետևաբար այդպիսի մեծ ինչ-որ համախմբված ընդդիմություն ես չեմ տեսնում 26 թվականի հնարավորություն ընտրությունների մասնակցության, բայց ասեմ ձեզ, որ դա նաև պարտադիր պայման չէ իշխանափոխության կամ հաջողության հասնելու համար, քանի որ ընդդիմությունը կարող է եւ հանդես գալ տարբեր ճամբարներով, բայց հաջողություն գրանցել խորհրդարանական ընտրություններին, հետագայում արդեն ոնց որ ասում են պա ֆակտո արդեն խորհրդարանում փորձեն ինչ-որ համագործակցության եզրեր գտնել։ Բայց ընդհանուր առմամբ բնական է, չէ, որ մենք չենք տեսնում այդ պոտենցիալը։ Ի վերջո որոշողը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է։ Ուզում են թող միանան 30 կուսակցություններ, ուզում են թող միանան 15 կուսակցություններ։ Խնդիրը այդ կուսակցությունների քանակի մեջ չի, խնդիրը որակի մեջ է։ Խնդիրը առաջնորդի մեջ է։ Նայեք, մեր ժողովուրդը արդեն 30 տարուց ավել իր ընտրությունը կատարում է առաջնորդների գործոնը հաշվի առնելով, այլ ոչ թե կուսակցական ծրագրերը կամ գաղափարախոսությունները։ Հիմա սա լավ է, վատ է, սա իրականություն է, այսինքն մեր ժողովուրդը 26 թվականին եւս ընտրելու է քաղաքական գործիչների, ընտրելու է անհատների, այլ ոչ թե ինչ-որ ծրագրեր։ Սա մենք պետքա ֆիքսենք, անցնենք առաջ։ Հետևաբար այդ բոլոր անհատները, բոլոր գործիչները, ովքեր կարող են վստահություն ստանալ, իրենք կարող են մասնակցել, ստանալ, հետագայում դա կերևա թե որը ոնց կլինի, բայց կանխատեսումներ անել, թե դա կբերի իշխանափոխության, թե չի բերի, այսօր կարծում եմ անշնորհակալ գործ է, որովհետև եւ աշխարհում եւ Հայաստանում իրադարձությունները այնքան արագ են զարգանում, որ որևէ լուրջ վերլուծաբան չի կարող կանխատեսել, չգիտեմ, 10 օր հետո, 15 օր հետո ինչ ելնելու, ուր մնացած ամիսների կամ կես տարվա կտրվածքով գնահատականներ տա։ Նույնիսկ վստահ եմ լավագույն լուրջ վերլուծական ինստիտուտները չեն կարող դա այսօր անել, ուր մնացած մենք դա կարողանանք անել։ Նաև խոսենք հոգևորականների հանդեպ բռնաճնշումների մասին, եկեղեցականների ձերբակալություններից, հոգևորականների 3 arczepiskopos կա ձերբակալված, դրա մասին ձեր դիրքորոշում եք ասել։ Իմ դիրքորոշումը հետևյալն է, որ հոգևոր կյանքը պետք է դուրս լինի քաղաքական դաշտից։ Ես դրա մասին շատ խոսել եմ, շատ ասել եմ, մինչև նույնիսկ այս իրադարձություններն եմ ասել, որ հոգևոր կյանքը չի կարող քաղաքական կյանքի մեջ դերակատարում ունենա։ Իհարկե դատապարտելի է, որ հոգևորական մարդկանց նկատմամբ կան նման ճնշումներ կամ կան ձերբակալված մարդիկ։ Իհարկե դա ցանկալի չի, իհարկե դա պատիվ չի բերում մեզ, բայց մյուս կողմից էլ ես էլի եմ ասում, մինչև այս իրադարձություններն էլ եմ ասել եւ չեմ փոխել իմ կարծիքը, հոգևորականները պետք է չզբաղվեն քաղաքականությամբ։
որովհետև որպես քաղաքացի իրենք իհարկե իրենց իրավունքները ունեն եւ կարծիքները որպես հանրային կյանքի մասնակիցներ, բայց քաղաքական գործընթացներին այդ մարդիկ պետք է չմասնակցեն։ Իսկ ինչ վերաբերում է եկեղեցին, հայ առաքելական Սուրբ եկեղեցին պետք է միշտ լինի իր տեղում, քանի որ այն մեր պատմությունն է, այն մեր ինքնության պահպանության հիմնական կառույցն է եղել, երբ մենք պետություն չենք ունեցել, եւ այսօր էլ ինչքան էլ փորձեն, ինչքան էլ ուզենան եկեղեցու դերը նվազեցնեն, եկեղեցին ինքը իր բարձրության վրա է լինելու, քանի որ դա ինչ ասեմ, դա այնպիսի մի բան է, որի դեմ պայքարելը անիմաստ է։ Իսկ ինչ վերաբերվում է այդ եկեղեցում գործող տարբեր անհատներին, ովքեր կարող են ինչ-որ բաներ խախտել կամ ինչ-որ տիպի պրոբլեմների մեջ լինել, դա լրիվ այլ հարց է, եւ ես չեմ ուզենա նույնիսկ խորանամ այդ հարցերում։ Աստվածաշնչում այդ հարցերի մասին հստակ բառեր կան։ Աստծուն է Աստծուն, Կեսարինը Կեսարին։ Այսօր այդքանն է կարծում եմ իրականը եւ մի բան էլ կարող եմ այս թեմայի շուրջ ավելացնել, գիտեք, նայեք, ինչ որտեղ եկեղեցու դեմ այս արշավանքները իրականում շեղեցին մարդկանց քաղաքական օրակարգերից։ Մենք այսօր տեսնում ենք, թե ինչպես է, դիսկուրսը տեղափոխվե պատարագը որտեղ է անցնելու։ Բայց իրականում, եթե մենք նայենք, թե մեր հանրապետությունը այսօր ինչ խնդիրների առաջ է կանգնած, առաջիկա տարիներին ինչ լուրջ աշխարհաքաղաքական մարտահրավերների առաջ են կանգնած, մեր քաղաքացիների կյանքը չի լինում բարելավել, մեր քաղաքացիները ուզում են լավ ապրել, ուզում են անվտանգ ապրել, ուզում են լավ երկիր ունենալ, այսօր տպավորություն է ստեղծվում, որ բոլորի խնդիրները սահմանափակվել են, թե որտեղ կանցկացվի պատարագը։ Անկախ նրանից այդտեղ արդարության ու անարդարության մասնաբաժինը ինչքանով է, եկեք հասկանանք, որ մեր երկրի թիվ 1 օրակարգը ամենևին պատարագների եւ հոգեվոր կյանքի մեջ չի։ Մեր երկրի թիվ 1 օրակարգը մեր քաղաքացու կյանքի բարելավումն է, մեր քաղաքացու կյանքի անվտանգ ապահովումն է, մեր քաղաքացու ապագան ճիշտ եւ վստահ ձևակերպումն է, որ մարդը կարողանա իմանա, որ ինքը ունի հեռանկար։ Այն հեռացող երիտասարդները, որ այս երկրից հեռանում են, որ ասում են հեռանկար չկա, բայց այդ մարդկանց մասին է պետք մտածել։ Այն տարիքով թոշակառուները, որոնք ձեռները դողդղալով, կոպեկները հաշվելով դեղեր են առնում դեղատներից, չեն կարողանում ապրել, այդ մասին պետք է խոսալ։ Այն վարկերի տոկոսները, որ ունի այս պետական համակարգը, բանկային համակարգը, դրա մասին է պետք խոսալ։ Երիտասարդ ընտանիքները, որոնք չեն կարողանում ամուսնանալ, որովհետև հնարավորություն չունեն, աշխատանք չունեն, որովհետև չեն կարող միանգամից իրենց թույլ տալ նորմալ կյանք այս երկրում, թողում գնում են ուրիշ երկրներում աշխատելու, դրա մասին է պետք մտածել։ Գյուղացիների մասին է պետք մտածել, որոնք մտահոգված եւ աշխատանք չունենալով հանդերձ լքում են Հայաստանը, գնում են օտար երկրներում աշխատելու, թողելով իրենց ընտանիքը։ Մենք դատարկվող գյուղերի մասին պետք է մտածենք, որ սահմանամերձ գյուղերը դատարկվում են Հայաստանի կարևորագույն, սահմանամերձ շրջանների ժողովուրդը լքում է իր տները եւ փորձում գալ Երևան, որպեսզի կարողանա Yandex-ի տաքսի քշի կամ ինչ-որ մի բան անի, կարողանա ապրել։ Մենք դրա մասին պետք է մտածենք։ Մենք շատ մտածելու բաներ ունենք եւ այս քաղաքական օրակարգերի մեջ մենք անդադ ինչ-որ գտնում ենք կամ շեղվում ենք ինչ-որ կոնկրետ ինչ-որ մեկ թեմայի վրա եւ կենտրոնանում ենք դրա վրա խոսելով։ Հասկանում եք, սրանք շատ կարևոր հարցեր են, որոնց մասին մենք պետք է խոսենք եւ ես որպես կուսակցության նախագահ, որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ պարտադիր խորհրդարանական ընտրություններին այս ծրագրերից խոսելու եմ, առաջարկելու եմ մեր բարեփոխումները, առաջարկելու եմ մեր առաջարկները, որպեսզի մենք կարողանանք մեր քաղաքացիների կյանքը բարելավել։ Մեր խնդիրն է Հայաստանի Հանրապետության քաղաքացու կյանքի բարելավումը, որովհետև դրա մեջ է գաղտնիքը եւ դրա մեջ է մարդկանց ցանկությունը։ Մնացած բոլոր հարցերը մարդիկ դիտում են որպես շոուներ, որպես տարբեր տեսակի քաղաքական անցուդարձեր, բայց ռեալ շարքային քաղաքացին, որը իր խնդրի հետ ամեն օր առերեսվում է, այդ քննարկումներն ու այդ բանավեճերը կամ բախումները իրեն արդեն չեն հետաքրքրում։ Սա շատ կարևոր հարց է, որի մասին կուզեի, որ նաև մենք խոսեինք։